Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թոմասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից եւ այսօր մենք ձեր հետ եւս մեկ անգամ արդեն ուսումնական նպատակներով կուսումնասիրենք միասին Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հակամարտության հարցը կրոնական էթնիկ առումով կնայենք էթնիկ քարտեզներին, կվերլուծենք այս քարտեզները, ես կարծում եմ, որ սա մեր աշխատանքի ուղղության կարևոր մասն է, մենք միայն չպետք է հետևենք նրան, թե ինչ է տեղի ունենում այսօր, այլ նաև ես իմ համար ամեն անգամ ուսումնասիրում եմ մանրամասն հարցերը, հատկապես նոր թեմաները, որոնք նորից ակտուալ են, օրակարգային են դառնում, ինչպիսին է հիմա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև այս խնդրահարույց իրավիճակը եւ միշտ ավելի խորանում եմ այդ ժամանակահատվածում էթնիկ կրոնական քարտեզներով եմ վերլուծում, ել ավելի լավ եմ ուսումնասիրում այնինչ, ինչի մասին կարող է տեղեկատվությունները սահմանափակ ունենամ եւ համարում եմ, որ դա միշտ կարևոր ուղղություն է։ Ուստի այսօր կառաջարկեմ ձեզ այն, ինչու վրա ես վերջի օրերի ընթացքում ակտիվ ինքս աշխատում էի եւ ձեր համար կներկայացնեմ այսպիսի հետաքրքիր վերլուծություն կարծում եմ։ Սկսենք ձախ քարտեզից, սա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև քարտեզն է, որի վրա նաեւ երևում է Աֆղանստանը, տեսնում եք այստեղ է գտնվում Աֆղանստանը, Իրանը նաեւ այստեղ է գտնվում։ Այս երկու պետությունը մեր համար շատ կարևոր կլինեն, ինչպես նաեւ Հնդկաստանի պետությունը։ Դե գլխավոր սա Պակիստանի քարտեզն է իրականում։ Պակիստանի էթնիկ քարտեզն է կարելի է ասել եւ արդեն տեսնենք թե ինչ իրավիճակ է Պակիստանի սահմանները բոլորդ կարծում եմ տեսնում եք, չէ՞, այստեղով գալիս է Պակիստանի սահմանը, այստեղով բարձրանում է, սա է Պակիստանի սահմանը եւ գալիս է մինչեւ այստեղ։ Հա, պետք է նշեմ, որ Պակիստանը վերահսկում է այս հատվածը, այո, ավելի մոտիկից փորձեմ ձեզ ցույց տամ։ Տեսնում եք, քաղաք Ջամմուն Հնդկաստանի վերահսկողության տակ է։ Մենք հիմա այստեղ մի փոքր ձեր հետ միասին նշումներ կանենք։ Քաղաք Իսլամաբադը Պակիստանի մայրաքաղաքն է եւ նաեւ Պակիստանը վերահսկում է քաղաք Մուզաֆարաբադը այստեղ, որը Պակիստանի կողմից վերահսկվող այդպես կոչված Ազատ Քաշմիրի մայրաքաղաքն է կարելի ասել կամ գլխավոր քաղաքը։ Սրինիգարը վերահսկվում է Հնդկաստանի կողմից, ինչպես նաև Ջամմուն եւ նաև Կարգիլը, նաև շատ կարևոր հարց է, որովհետեւ Կարգիլում էլ է եղել իրականում հակամարտություն իր ժամանակ, բայց այս պայն այս երեքն էլ վերահսկվում են հենց Հնդկաստանի կողմից։ Իսկ Գիլգիտը մենք ձեր հետ նաև քննարկել էինք, Գիլգիտ-Բալտիստանի շրջանի ուղղությամբ վերահսկվում է հենց Պակիստանի կողմից։ Կանաչով նշում եմ այն հատվածները, որը վերահսկում է Պակիստանը, իսկ ծիրանագույնով նշում եմ այն, ինչը վերահսկում է Հնդկաստանը։ Կարևոր է այստեղ սկսել նշել նրա մասին, որ Պակիստանում գլխավոր 4 էթնիկ խումբ կա եւ առաջի հերթին սա Պունջաբ էթնիկ խումբն է։ Պունջաբ էթնիկ խումբը, որը դուք տեսնում եք քարտեզի վրա, նշված է այսպիսի մուգ գույնով այստեղ, տեսնում եք, համեմատաբար ամենամուգ գույնն է։ Այս հատվածն է, ես հիմա կանաչի վրա կանցկացնեմ սա։ Պունջաբ բնակչությունը, բայց շատ կարևոր է սա այսպես կիսել, որովհետև մի հատվածն է միայն Պունջաբ բնակչության ապրում Պակիստանում։ Պունջաբ բնակչությունը կազմում է Պակիստանի մոտավորապես 45% բնակչության եւ Պունջաբի ուղղությունով կարանք ասել, որ Պունջաբը 110-120 միլիոն մարդ է Պակիստանում ապրում Պունջաբ էթնիկ խմբի անդամ։ Ընդհանուր առումով Պակիստանի բնակչությունը 240 միլիոն է, դրանից կեսը Պունջաբ են։ Պունջաբներն են կազմում հիմքը Պակիստանի պետության։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև Պակիստանի պետությունը հիմնված է կարելի ասել Պունջաբի ժողովրդի վրա, էթնիկ խմբի։ Իրանք են
ոչ միայն էթնիկ առումով մեծամասնություն 50%, բայց զինված ուժերը խոսքին, պետական կառավարման համակարգը եւ այլն, բոլորը Պունջաբի վրա են հիմնված։ Պունջաբի էթնիկ խումբը ինքը հնդկական էթնիկ խումբ է։ Սա շատ կարևոր է նշել։ Հնդկաստանի այդ էթնիկ խմբերի մաս է կազմում, Հնդկաստանում շատ էթնիկ խումբ կա, տարբերվող իրարից, տարբեր շրջաններում, բոլորը այդ հինդու էթնիկ խմբի, հնդկական էթնիկ խմբի մաս են, եւ շատ կարևոր այն է, որ Պունջաբի հատվածում ապրող այդ խումբը ինքը հենց հնդկական է։ Պունջաբի ժողովուրդը նաև ապրում է Հնդկաստանի շրջան Պունջաբում։ Եվ կարելի ասել, որ Պունջաբի էթնիկ խումբը բաժանված է երկու մասի, հարգելի հայրենակիցներ։ Մոտավորապես 25 միլիոն մարդ է ապրում Պունջաբի շրջանում։ Տեսնում եք, ոչ միայն սա, մի փոքր ավելի դեպի հյուսիս էլ է, որովհետև Ջամուն էլ է նաև կարելի ասել Պունջաբի բնակչությամբ այստեղ բնակեցված։ Ամբողջությամբ այս Պունջաբ էթնիկ խումբն է, որը կարելի է ասել էթնիկ հակամարտությունը մեկ ազգի, մեկ էթնիկ խումբի միջև։ Բայց այս հակամարտությունը ունի իր կրոնական բաղադրիչը։ Պակիստանի տարածքում ապրող Պունջաբի ժողովուրդը 97%-ը մուսուլման են։ Սուննի մուսուլման, սա շատ կարևոր է նաև նշեմ։ 97%-ը, մի փոքր այնտեղ շիա մուսուլմաններ էլ կան, բայց ես իմ ասում եմ 97%-ը սուննի, 97%-ը մուսուլման են, որի մեծամասնությունը շատ մեծ սուննի են։ Մենք չենք գնալու հիմա մանրամասն քննարկելու սուննի եւ շիա տարբերությունները, դա մեր թեմայի հետ ուղղակի հիմա կախված չէ։ Ինչ վերաբերվում է Հնդկաստանի տարածքում ապրող Պունջաբի ժողովրդի, ապա Հնդկաստանի տարածքում ապրող պունջաբիների մեծ մասը իրանք սիկխ են եւ մյուս մեծ մասը իրանք կազմում են հինդուիզմի, հինդու ուրեմն կրոնական կամ հոգևոր այդպես ուղղության աշխարհայացքի ես կասեի ուղղությամբ են իրանք իրենց կապում եւ ընդհանուր առումով կարելի է ասել, որ հինդուները 38% են Հնդկաստանի Պունջաբ շրջանում, իսկ սիկխերը 58%։ Տարբերությունը նրանում է, որ հինդուների առումով հինդուիզմը հիմնարար գաղափարախոսություն է հնդկական ժողովրդի, կարելի այսպես ասել, հնդկական տարբեր էթնիկ խմբերի, որի մասը նաև Պունջաբը, սիկխիզմը շատ ավելի ուշ է ձևավորվել 16-րդ, 17-րդ դարում փաստացի եւ ունի մի փոքր տարբերություն, որ ընկալվում է սիկխիզմը էլ ավելի մոտ մոնոթեիզմին, մեկ աստծու գաղափարին, որը մոտ է նաև իսլամում այդ մոնոթեիզմի, ինչպես նաև քրիստոնեությունում եւ հրեական իուդաիզմում այդ մոտեցումի, բայց իրականում ինդուիզմը շատ դեպքերում նաև համարվում է, որ տարբեր աստվածներին է ճանաչում, բայց իրականում սա այդքան էլ այդպես չի։ Սա շատ նման է հին հայկական նաև կրոնական ավանդությունին, որը իրականում դուք գիտեք, որ տարբեր ուղղությունով աստվածների մասին, երբ պատկերացումներ էր ստեղծել հայ ժողովուրդը, ապա դա անմիջապես չէր նշանակում, որ դա տարբերում էր իրարից, կարելի ասել, Արարչի եւ բազում աստվածների, ինչպես Արարչի ներկայության եւ բնույթի այդ ցուցադրումը կարելի ասել աշխարհում։ Ուստի այդ առումով կարևորը այն է, որ Պունջաբի ժողովուրդը ինքը բաժանված է այդ առումով եւ կարելի ասել, որ
իսլամի հատվածում շատ ավելի իսլամի համար ընդունելի է սիկխի բնակչությունը համեմատ հինդուների։ Հիմա մենք աջ քարտեզի վրա տեսնում ենք այստեղ հինդուների եւ սիկխի բաժանումը։ Տեսնում եք, որ ուրեմն այստեղ Քաշմիրի տարածքում հինդուները այսպես են նշված, գազարագույն կարելի ասել կամ ծիրանագույն հինդուներն են այստեղ նշված, սիկխերը այս ավելի մուգ գույնով են նշված այստեղ, տեսնում եք։ Սիկխերը նշված են ավելի մուգ գույնով, մեկ վարքյան, սա մի հատ այսպես ուղենք։ Ուրեմն այստեղ դուք տեսնում եք, որ մի փոքր սիկխերի բնակչություն այս հատվածներում էլ կա, եւ մուսուլմանական բնակչություն այստեղ էլ կա, իրականում այստեղ մուսուլմանական բնակչությունը մեծամասնություն է, դուք տեսնում եք, սա Պակիստանի կողմից վերահսկվող հատվածն է, եւ այստեղ ամբողջությամբ մուսուլմանական է եւ փոքրիկ հինդուներ կան, տենում եք գրած այստեղ հինդու եւ այդ փոքրիկ խմբերը, այստեղ էլ տեսնում եք, որ Քաշմիրի տարածքում փոքրիկ հինդու խմբեր կան, նաեւ սիկխ խմբեր կան, բայց մեծամասնությունը այստեղ տեսնում եք, որ մուսուլմանական է այս հատվածում։ Այստեղ մուսուլմանական բնակչությունը փոքրամասնություն է, տեսնում եք այստեղ ոնց է բաժանված, հինդու բնակչությունը այստեղ մեծամասնություն է, Ջամուի հատվածում, տեսնում եք, այստեղ սա Ջամուի հատվածն է, այս հատվածի մասին է խոսքը գնում, իսկ սա Սրինիգարի հատվածն է, Սրինիգարը մոտավորապես այստեղ է։ Մոտավորապես Սրինիգարը այստեղ է։ Իսկ Կարգիլը իրականում Կարգիլը այստեղ է։ Հիմա մենք դրա մասին կխոսենք։ Իսկ Ջամուն մոտավորապես, ինչպես պատկերացնում եք, մոտավորապես այստեղ է Ջամուն գտնվում։ Այստեղ նշված չի։ Տենում եք, այս հատվածում նույն Ջամուն եք տեսնում, Սրինիգարը եւ Կարգիլը, Ջամուն, Սրինիգարը եւ Կարգիլը։ Հիմա Ջամուի հատվածում, որտեղ որ Պունջաբ ժողովուրդն է ապրում, իրանք մեծամասնությամբ հինդու են եւ նաեւ սիկխեր կան մեջերը։ Նույն Պունջաբ ժողովուրդը Պակիստանի տարածքում ինքը, ինչպես արդեն ձեզ ասացի, ամբողջությամբ մուսուլման է եւ այստեղ է ապրում հենց այս հատվածում, այդպես կոչված ազատ Քաշմիր, իրանք ինչ ասում են, տարանձին թեմա ինչքանով ազատ է այդ Քաշմիրը, բայց այս հատվածը, որը դուք տեսնում եք, կոչվում է ազատ Քաշմիր եւ այդ ազատ Քաշմիրում մուսուլմանական բնակչություն է, բայց իրանք էթնիկ առումով նույն Պունջաբն են։ Իսկ Քաշմիրի տարածքում այս հատվածում տեսնում եք այստեղ Սրինիգարը որտեղ որ գտնվում է, այդտեղ իրականում մուսուլմանները մեծամասնություն են, բայց էթնիկ խումբը Պունջաբ էթնիկ խումբ չի, Քաշմիրի էթնիկ խումբ է, Քաշմիրի խումբը ունի առանձին իրենց էթնիկ ծագումը եւ դա շատ կարեւոր է, ինչպես նաեւ Լադախը։ Լադախի ուղղությունով հիշում եք, որ նույն Պակիստանը ունի մկրտումներ ոչ միայն Քաշմիրի հատվածի հանդեպ, որտեղ որ մուսուլմանական մեծամասնություն է եւ առաջի ուղղությունը հենց սա է, Քաշմիրի ուղղությունն է իրականում իրանց համար։ Բայց բացի դրանից Պակիստանը ունի մկրտումներ Ջամուի ուղղությունով, որտեղ որ մուսուլմանները փոքրամասնություն են, մեծամասնություն են Պունջաբի էթնիկ խումբը, բայց հինդու եւ սիկխ։ Եվ նաև մկրտումներ ունեն իրանք եւ Կարգիլի վրա իր ժամանակ հարձակում էին կազմակերպել, որովհետեւ նույն այս Գիլգիտ-Բալտիստանը, որի մասին մենք ձեր հետ խոսել էինք, այս հատվածը, որը Պակիստանի կողմից է վերահսկվում, այստեղից իրանք իր ժամանակ հարձակվել էին Կարգիլի վրա։ Եվ այս պահին իհարկե Կարգիլը էլի վերահսկվում է Հնդկաստանի կողմից։ Այստեղ, ինչպես տեսնում եք, մեծամասնությունը այս փոքրիկ խմբերը տենում եք այստեղ, որովհետեւ շատ քիչ մարդ է իրականում ապրում, շատ բարդ իրավիճակ է այստեղ, բայց տեսնում եք այս հատվածները, մուսուլմանական փոքր խմբեր կան այստեղ, բայց մեծամասնությունը Լադախում իրանք բուդդիստ են։ Հիմա ինչ վերաբերում է բուդդիստներին, հիմնարար գաղափարախոսությունը, որը կրոն չի, ես ուզում եմ սա ընդգծեմ եւ մենք սրա մասին էլի խոսենք ապագայում, բայց հինդուիզմը ինքը կրոն չէ։ Սա գաղափարախոսություն է, որը սանսկրիտի հետ միասին կարելի ասել հասել է մեզ, բայց սանսկրիտը գիտեք ամենահին լեզուն է աշխարհում եւ իրականում նույն Հայաստանը բառ ստանը գալիս է սանսկրիտից եւ նշանակում է վայր, ապրելու վայր եւ հայերի ապրելու վայր Հայաստան գալիս է հենց սանսկրիտից, ընդհանրապես մենք գիտենք, որ
սանսկրիտը ունեցել է շատ մեծ ազդեցություն ինդոեվրոպական լեզուների ուղղությունով եւ հայկական լեզուն նաեւ ինդոեվրոպական է, բայց այդպիսին է նաեւ ամբողջ եվրոպական լեզուների մեծամասնությունը եւ ընդհանրապես այդտեղից է զարգացել շատ բան, մենք դրա մասին ձեր հետ առանձին հետո կխոսենք։ Իսկ ինչ վերաբերվում է այս հատվածում, ապա բուդդիզմը ինքը նաեւ սիկհիզմի նման մի ուղղություն է գաղափարախոսության, որը սիկհիզմի իրավիճակում զարգացել է 17-րդ դարում, իսկ բուդդիզմը զարգացել է Գաուտամա Բուդդայի ժամանակահատվածում եւ Գաուտամա Բուդդան ինքը կարելի ասել նաեւ նոր ուղղություն է բացել եւ ձևավորել գաղափարախոսության, որը ավելացել է հենց հինդուիզմի հիմնարար այդ կարևորագույն գաղափարախոսության վրա։ Ուստի այստեղ տարբերությունը մենք տեսնում ենք ձեր հետ միասին, որ այստեղ բուդդիստներ են ապրում։ Չինաստանի կողմից վերահսկվող Լադախի տարածքում նաև բուդդիստներ են ապրում, իսկ ինչ վերաբերվում է Գիլգիտ-Բալտիստանին, ապա այնտեղ մեծամասնությունը մուսուլմաններ եւ բուդդիստներ են, եւ ընդհանուր առումով կարելի է ասել, որ այստեղ Գիլգիտ-Բալտիստանում նաև առանձին էթնիկ խումբ է ներկա։ Դա էլ առանձին հարց է։ Հիմա որ վերադառնանք մեր կարևոր գլխավոր թեմային, այն է, որ Պունջաբի բնակչությունն է այստեղ, որը այս հակամարտության հիմնարար հատվածն է, մեկ էթնիկ խումբ է հնդկական։ Այս էթնիկ խումբի վրա ազդեցությունը տեղի է ունեցել իրականում իսլամի կողմից, որը եկել է Սաուդյան Արաբիայի այսօրվա տարածքից, Մեկայի եւ Մեդինայից, արաբական այդ խալիֆության ժամանակահատվածից, երբ իսլամը 7-րդ դարից, գիտեք, սկսել է ակտիվորեն ծավալվել եւ կամաց-կամաց եկել է հասել է Իրանի տարածքով, կարելի ասել հասել է մինչև այս տարածք եւ ուրիշ զարգացման ուղին նաեւ իհարկե ունեցել է այսպիսի եւ նաեւ այստեղ գրած է սովետական միություն, բայց ուշադրության չդարձնեք, սա ուղղակի հին քարտեզ է, այստեղ Թուրքմենստանն է այս հատվածում, այստեղ Ուզբեկստանն է եւ այստեղ գտնվում է Տաջիկստանը։ Նաեւ կենտրոնական Ասիայից էլ է կարելի ասել իսլամը այստեղ եկել, որովհետեւ իսլամը նաեւ Իրանի տարածքից եկել է դեպի կենտրոնական Ասիա, դա առանձին թեմա է, ես կարծում եմ մենք պետք է փոխենք այս գույնը, որ ավելի լավ պարզ լինի, երևի կանաչով նաեւ նշենք, կարծում եմ այսպես ավելի պարզ կլինի։ Հիմա հարգելի հայրենակիցներ, իսլամը երբ եկել է Իրանի տարածքով, Իրանը իրականում Պարսկաստանը ընդունել է շիա իսլամը 16-րդ դարում եւ դրա վրա ազդեցությունը մեծ ունեցել են հենց էթնիկ նաեւ ադրբեջանական ազդեցությունը, այնտեղ թուրքական ազդեցությունը Սաֆավիդների ժամանակահատվածում։ Մինչև այդ Իրանի տարածքում նաեւ սունիներ էին եւ չկար այդպիսի լուրջ ներկայություն շիա, ինչպիսի հիմա է։ Ուստի սունի իսլամը եկել է հասել է մինչև այս հատվածը Հնդկաստանի հետ, Իրան-Հնդկաստան այս սահմանին, որովհետև Փունջաբի ժողովուրդը իրանք հնդկական ժողովուրդ են։ Սինդ ժողովուրդը, հիմա կանցնենք արդեն Սինդի ուղղությունով, Սինդ ժողովուրդը սա նաև հնդկական էթնիկ խումբ է։ Այս երկու էթնիկ խումբը, Պունջաբ եւ Սինդ, հնդկական են։ Ինչ վերաբերվում է մնացած երկու էթնիկ խմբին, որը ներկա է Պակիստանում, դա փուշթունների էթնիկ խումբն է, կանաչով է այստեղ նշված, եւ բալուչների էթնիկ խումբն է։ Հիշում եք, ով դիտել է եւ կոչ եմ անում դիտեք, Իրանի էթնիկական քարտեզը մենք նաեւ վերլուծել ենք, Իրանի տարածքում ապրում են բալուչներ, տեսնում եք այստեղ բալուչների ներկայությունը։ Բալուչները իրականում դժգոհ են Իրանի տարածքով ապրելով, որովհետև իրանք սունի են։ Իրանը, գիտեք, շիա պետություն է եւ իրանք չեն դժգոհ են ընդհանրապես եւ ուզում են առանձին լինել, բայց ոչ թե առանձին միանալ Պակիստանին, այլ ընդհանրապես բալոչները որ լինեն առանձին։ Բալոչները իրանական էթնիկ խումբ են, այլ ոչ թե հնդկական։
Ինչպես նաև փուշտունները իրանական էթնիկ խումբ են։ Ուրեմն, եթե մենք նայում ենք էթնիկ խմբերի առումով, ապա այս երկու էթնիկ խումբը իրանական էթնիկ խումբ են, բայց երկուսն էլ իսլամի առումով սունի իսլամի առաջնորդ են, սունի իսլամ են, իսլամի մաս են կազմում։ Ուստի սունի իսլամի առումով իրանք շատ ավելի մոտ են Պակիստանին։ Պակիստանը փաստորեն գիտեք, որ ամենախոշոր իսլամական պետություններից մեկն է աշխարհում։ Ինդոնեզիան է առաջին տեղը զբաղեցնում, երկրորդ տեղը բնակչության քանակով զբաղեցնում է հենց Պակիստանը։ Ուրեմն, Փունջաբի ժողովուրդը, ինչպես նաև Սիրխի ժողովուրդը, Պուշտունի ժողովուրդը եւ Բալուչի ժողովուրդը, 4 այս էթնիկ խումբը ամբողջությամբ սունի իսլամի մաս են կազմում։ Եվ այդ առումով իրանք տարբերվում են Իրանից շատ կարևոր ձևով։ Բալոչները Պակիստանի տարածքում ցանկանում են Իրանի բալոչների հետ միասին ստեղծել առանձին պետություն, Բալոչիստան։ Դա իրենց ցանկությունը եւ նպատակն է։ Սինդ ժողովուրդը ընդհանուր առումով լոյալ է Փունջաբի ժողովրդի հանդեպ, լինելով նաև հնդկական էթնիկ խումբ։ Բայց եթե համեմատենք Սինդի եւ Պունջաբի ժողովուրդը, ապա իհարկե անհամեմատելի մեծ է Պունջաբի ժողովրդի ազդեցությունը Սինդ ժողովրդի հետ համեմատ այս տարածքում։ Ինչ վերաբերվում է պուշտունների հարցին, պուշտունները սունի են եւ սունի էթնիկ խումբ են, եւ իրանք նաև իրանական էթնիկ խումբ են, դա կարևոր հարց է ձեր հետ միասին որ նշենք։ Հիմա մենք նաև կտեսնենք, որ արեք սա փոխենք եւ այստեղ ավելի բարձր կլինի։ Պետական սահմանը տեսնում եք սևով որտեղ է անցնում։ Պուշտունները զբաղեցնում են մեծամասնություն Աֆղանստանում, իրանք սուննի են եւ այդ ուղղությամբ կարելի ասել, որ Աֆղանստանի ուղղությամբ պուշտունները իհարկե ունեն ազդեցություն։ Այս պուշտունները մի մասը ուզում է միանալ իրանց բարեկամ պուշտուններին Աֆղանստանում, մյուս մասը չի ուզում դա, որովհետև Թալիբանից հեռու է գտնվում։ Բայց Թալիբանը իհարկե իր ազդեցությունը նաև ապագայում տեսնում է, որ կարա տարածի նաև իր նույն էթնիկ խմբի փուշտունների վրա Պակիստանի տարածքում։ Աֆղանստանի էթնիկ քարտեզը մենք առանձին կվերլուծենք, տեսնում եք, որ այստեղ նաև լուրջ, այստեղ շատ տարբեր ուրիշ էթնիկ խմբեր կան, դա նաև մեծ կարևորություն ունի։ Ընդհանուր առումով դուք տեսնում եք, որ Պակիստանը կազմված է երկու իրանական էթնիկ խմբից, 1 եւ 2 եւ երկու հնդկական էթնիկ խմբից։ Իրական հակամարտությունը կարելի ասել ոչ թե իրանական էթնիկ խմբերի եւ հնդկական էթնիկ խմբերի միջև է, որովհետեւ այդ դեպքում բալոչներ Սինդ եւ ուրեմն պուշտուններ Պունջաբի կլիներ հակամարտությունը։ Իրական հակամարտությունը տեղի է ունենում հնդկական էթնիկ խմբերի միջև, փաստորեն եղբայրների միջև, այս հակամարտությունը առաջի հերթին հենց Պունջաբի միջև, որովհետև նույն Պունջաբին ապրում է հիմա եւ երբ հարվածներ էր տեղի էր ունենում հարվածներ Ամրիցարի ուղղությունով կամ Ջամուի ուղղությունով, այս ուղղությունով Իսլամաբադի, Մուզաֆարաբադի, այստեղ Սինիգարը էլի տարբեր է խոսքին, բայց Ջամուն, Ամրիցարը եթե վեկալենք եւ եթե Լահորը այստեղ վեկալենք Իսլամաբադը, ապա ամբողջությամբ կարելի ասել Պունջաբի ժողովրդի միջև է պատերազմը։ Հիմա հարցը ինչու՞մ է։ Պունջաբի ժողովուրդը, ես արդեն ձեր համար նշեցի, մոտավորապես 120 միլիոն է Պակիստանում, 30 միլիոն է Հնդկաստանում։ 30 միլիոնից մոտավորապես 40%-ը հինդու են, 40%-ը մնացած, նույնիսկ ավել 45 կարելի ասել, կամ միջև 50, բայց այնտեղ փոքր խմբեր նաև կան, ուրիշ, դրա համար 50 չի, բայց 45 մոտավորապես, կեսը հինդու է, կեսը սիկխ,
Հարցը նրանում է, որ Սիկխի այդ ուղղությունը, ինչպես ես արդեն նշեցի, հոգևոր արժեքների եւ կրոնի կարելի ասել, այդ մոտեցումը զբաղեցնում է մոտավորապես այն առումով, որ Պունջաբում սիկխիզմը այդտեղից է սկսվել, հենց Պունջաբից, եւ դա նաեւ հավանական է, որ մեծ արժեք է ներկայացնում Պունջաբի ժողովրդի համար, Հնդկաստանում գտնվող։ Ուրեմն նույն էթնիկ խումբը, Պունջաբի էթնիկ խումբը, որ պատկերացնենք մեկ էթնիկ խմբի վրա, իր մեծամասնությունը մուսուլման է եւ դառել է մուսուլման, իրականում չի եղել, չէ՞ մուսուլման, եղել է կամ հինդու կամ սիկխ։ Մուսուլմանները եկել են եւ բերել են այստեղ իսլամ, տարածել են իսլամ Պունջաբի եւ Սինդ հնդկական ժողովուրդների միջև, բայց մի մասը, որը այս տարածքում է գտնվում, կարողացել է պահպանել իրենց ավանդական հազարամյակներով եկած հոգևոր արժեքները, որը կոչվում են հինդուիզմ կամ հնդկական հոգևոր արժեքներ, ավելի ճիշտ կլինի, որովհետև իզմերը ընդհանրապես իմ համար ընդունելի մոտեցում չեն, հատկապես երբ խոսք է գնում հնդկական հոգևոր ոլորտի մասին, հոգևոր դաշտի մասին, չի կարելի համեմատել հինդուիզմը եւ հնդկական հոգևոր ուղղությունը քրիստոնեությանը, իսլամին եւ յուդաիզմին տարբերվում է էական առումով եւ այդքան էլ կրոն չէ, ինչպիսին մենք այդ երեք ավրամական ուրեմն կրոնները, որը Երուսաղեմից է սկսվել, ինչպիսին մենք ճանաչում ենք եւ գիտենք։ Հաշվի առնելով դա, կարելի ասել, որ եկել են մուսուլմանները եւ տարածել են իսլամը Պունջաբի եւ Սինդ ժողովուրդների միջև եւ սրանով ստեղծվել է հակամարտություն եւ այսօր հակամարտությունը ամենաակտիվ հենց Պունջաբի ժողովրդի միջև է, որը 3 մասի է բաժանված, մոտավորապես 150-ից միլիոնից 100 միլիոնը մուսուլման է, իսկ այն 30 միլիոնից մոտավորապես մենք արդեն ասացինք 60%-ը մոտավորապես սիկխ է, իսկ 40%-ը հինդու։ Ուստի հաշվի առնելով սա, մուսուլմանների համար անընդունելի է, որ Պունջաբի այս ժողովուրդը, այդ թվում, պահպանել է իրենց կրոնը, սիկխիզմը եւ հինդուիզմը, եւ բացի դրանից ամենագլխավոր առումով իրաց համար անընդունելի է, որ Քաշմիրի ժողովուրդը, որը մուսուլման են եւ դուք այստեղ տեսնում եք այդ հատվածը, որի մասին մենք խոսել ենք, այս Քաշմիրի ժողովուրդը, որ չի գտնվում Պակիստանի վերահսկողության տակ։ Եվ տերորիստական հարձակումը տեղի է ունեցել այստեղ, այսա շատ կարևոր բան է նշեմ, ես հիմա այստեղ այս հատվածում այսպես նշենք, եւ կարմիրով երևի այսպես նշենք, այստեղ է տեղի ունեցել տերորիստական հարձակումը, ոչ այնքան հեռու Սրինիգար մայրաքաղաքից, Քաշմիրի շրջանից եւ Պահալգամ կենտրոնում։ Հարձակումը տեղի է ունեցել 26 հինդուների վրա։ Այստեղ տենում եք, որ հինդուները փոքրամասնություն են, սիկխերը փոքրամասնություն են, հինդուները մեծամասնություն են։ Այստեղ այդ հինդուները փաստորեն եկել են այստեղ, որ տուրիզմի նպատակներով զբոսաշրջության եւ իրանց վրա մուսուլմանները այստեղ հարձակում են կազմակերպել, որոնք մեծ հավանականությամբ եւ դրա փաստեր կա Լաշար էլ-Տայիբա տերորիստական խմբավորման, ինչպես նաեւ Ջայշուլ Մուհամմեդ տերորիստական խմբավորման, երկուսն էլ իսլամիստական ծայրահեղ խմբավորումներ են, հենց Պունջաբի էթնիկ խմբի, որոնք նպատակ ունեն ուրեմն վերադարձնել այս Քաշմիրի հատվածը իրանց վերահսկողության տակ կամ անցկացնել իսլամի վերահսկողության տակ, դա շատ կարևոր մաս է իրենց գաղափարախոսության, որ իսլամը պետք է վերահսկի ամեն տարածքը, որտեղ որ մուսուլմաններ են ապրում, հետո արդեն պետք է վերահսկի ամեն տարածքը, որտեղ ապրում են ոչ մուսուլմաններ, բայց նախկինում վերահսկվել է մուսուլմանների կողմից եւ հետո պետք է վերահսկի բոլոր տարածքները, որտեղ որ ապրում են բոլորը ամբողջ աշխարհը։
դա շատ հետաքրքիր ռադիկալ իսլամի մոտեցումն է, այդ իսկ պատճառով շատ վտանգավոր թեմա է հարցը, որտեղ սա քաղաքական հարց է, այլ ոչ թե հոգևոր հարց է եւ կրոնական հարց է։ Կրոնը օգտագործվում է քաղաքական նպատակների համար եւ ընդհանրապես կրոնը քաղաքական օրակարգի կարևորագույն մաս է զբաղեցնում շատ վայրերում։ Ուստի տեսնում եք, որ այստեղ ստեղծվել է շատ լուրջ եւ շատ խնդրահարույց իրավիճակ, որը մենք ձեր հետ փորձեցինք հիմա մի փոքր ավելի պարզ վերլուծել։ Ես համարում եմ, որ այսպիսի ուսումնական մեր քննարկումները զուգահեռ նրա, թե ինչ է այսօր տեղի ունենում եւ վերլուծությունների համարում եմ, որ շատ կարեւոր է եւ խնդրում եմ, որ գրեք մեկնաբանություններում արդյոք ձեր համար հետաքրքիր էր հենց այսպիսի ձևաչափով քննարկել հարցը։ Իհարկե անպայման լայքեք այս մեր վերլուծությունը, դրեք ձեր զանգակը, բաժանորդագրվեք եւ ակտիվ աջակցեք այս վերլուծության տարածմանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք։